Հարգելի բարեկամներ, մասնագետ on-line շանթի ուղիղ եթերում, ես Դավիթ Պետրոսյանն եմ, բարև ձեզ։ Ուղիղ եթեր է, դա նշանակում է, որ որոշ ժամանակ հետո մենք կսկսենք ընդունել ձեր զանգերը, ես համոզված եմ, որ դուք կունենաք բազմաթիվ հարցեր, բայց ինչի մասին ենք խոսելու այսօր։ Թեման բժշկությունն է, ես ուզում եմ ասեմ, որ չկա այդպիսի ասպարեզ ոլորտ բժշկության մեջ, որտեղ ներխուժած չլինեն նոր տեխնոլոգիաները, որը չլինի խիստ հագեցած եւ տեխնիկայով եւ ամենանորագույն նվաճումներով, բայց մի ոլորտ կա, որը այսպես մենք նայում ենք ոնց որ ավելի սովորական, որտեղ այդ տեխնոլոգիաները օգտագործում են ամեն օր եւ իհարկե այդ ամեն ինչը օգտագործելու համար հարց է ծագում մասնագիտական մակարդակը իրոք պետք է լինի բարձր, թե այդ որ ամեն ինչը կա, նորագույն սարքեր եւ այլն, ուրեմն ամեն ինչ առանց այդ էլ լավ է։ Մենք այդ ամեն ինչը կպարզենք, քանի որ այսօր այստեղ որպես մասնագետ GDC ստամատոլոգիական կլինիկայի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր ստամատոլոգիական պրակտիկայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Թորգոմ Դաշտոյանն է։ Բարև ձեզ, բժշկ Դաշտոյան, շնորհակալություն, որ դուք եկել եք եւ իրոք գիտեք հաճախ ստամատոլոգիական կլինիկաներում աշխատողները, տնօրենները եւ այլն առաջի հերթին ոնց որ շեշտեն թե մենք էս ունենք, մենք այն ունենք, մեր մոտ նոր բան եւ այլն։ Եվ թվում է թե ուրեմն այդ մասնագիտական պահը դա ինչքանով կարևոր է, բայց դրան անցնելուց առաջ ես կուզենայի, որ մի հատ մենք անցնեինք ձեր կլինիկայով, GDC կլինիկայով, ու տեղով մենք սահուն ձևով դուրս կգանք եւ մասնագիտականի եւ ուրիշ հարցերի։ Խնդրենք մեր ռեժիսորին տեսանյութը տալ GDC-ի, ասացեք խնդրեմ, Դաշտոյան, ինչի նկատի ունենք, երբ որ ասում ենք ստամատոլոգիական ժամանակակից կլինիկա։ Շատ շնորհակալ եմ հրավերքի համար։ Իհարկե ստամատոլոգիան բժշկության այն ճյուղերից է, որ վերջի տասնամյակներում զգալի եւ արագ տեմպերով աճ է գրանցում եւ նույնը պետք է ասենք, որ Հայաստանի Հանրապետությունում չնայած բավական մեծ դժվարությունների ստամատոլոգիական ոլորտը գրանցել է շատ մեծ առաջընթաց։ Մենք եւս հետ չենք մնում այդ առաջընթացից եւ անցյալ տարի կազմակերպեցինք մեր կլինիկայի, որը արդեն գործում է շուրջ 17 տարի, վերանորոգում, վերազինում, նոր տեխնիկայով, նոր սարքավորումներով։ Դա է ուզում հարցնել, ես ոչ շատ, այդ դուք ասեցիք 2 տարի առաջ, ես 3 տարի առաջ եմ եղել եւ ինձ թվում էր, թե GDC կլինիկան ժամանակակից կլինիկա է եւ ամեն ինչ որ ունեք, այդ բոր մեքենաները, այդպես կարելի է դա կոչել, քանի որ դրանք հիմա կոմբայն են իրենց ներկայացնում, ամեն ինչ էլ ունեին եւ այդ բոլոր ծայրակալները եւ այդ մոնիտորները, որի վրա դու տեսնում ես թե քեզ ինչ են անում եւ այլն, կարող ես դնել կինոֆիլմ, որ դիտի պացիենտը, ինչեր պետք դա փոխել է եւ ոնց որ ասած։ Իհարկե, պացիենտի աչքերով իհարկե չեն երևում այն մանրուքները, այն փոքր նրբությունները, իսկ մեր մասնագիտությունը բաղկացած է մի շարք նրբություններից։ Երբ որ դու հագեցնում ես կլինիկան նոր սարքավորումներով, մենք կարող եմ ասեմ, որ ստամատոլոգիայում անսահման է այդ հնարավորությունները եւ իհարկե հնարավորության սահմաններում մենք փորձում ենք հագեցնել այսօրվա համաշխարհային ամենաժամանակակից ուրեմն տեխնոլոգիաներով, տեխնիկայով։ Տեսքից դուք ճիշտ եք, հնարավոր է շատ բան իրար շատ մոտ լինի եւ նման լինի, որովհետեւ համասարքերը բոլորը իրար նման են։ Կարևորը նա է, թե ինչ ուրեմն հարմարություններ է ստեղծվում բժիշկի համար, մի քանի նրբությունների վրա ենք ուշադրություն դարձնում։ Դա լույսի առկայությունը, պետք է ասեմ, թե ինչքան շատ բան բժիշկը մասնագետը տեսնի, ինքը հնարավորություն կստանա այնքան որակով ուրեմն այդ բուժումը կատարել, որը որ իհարկե ստամատոլոգիան դա շատ մանրակրկիտ աշխատանք է։ Երկրորդը դա վերաբերում է այն ուրեմն շարժիչներին, այն ծայրակալներին,
այն ուրեմն հարմարություններին, որ հենց պարունակում է բուն համասարքը եւ բժիշկը իհարկե այդ հարմարությունները օգտագործում է իհարկե Իրան էլ Իրան հարմար է աշխատել եւ այդ հարմարությունը բերում է վերջի հաշվով որակի բարձրացմանը եւ պացիենտին որակյալ սպասարկման։ Ներողություն, այս վերջի նոր տեսանք այդ նոր խիրանան, որը դուք դրել եք եւ ճիշտ խոսենք սիրելի բարեկամներ, որից ես օգտվեցի վերջերս ու օգտվում եմ, քանի որ ես հիմա ճիշտ Թորգոն Դաշտոյանի պացիենտն եմ, դա ինչով է տարբերվում նախորդից, որովհետև նախորդ անգամ, որ ես ձեր էլի պացիենտն էի, էլի լավ էր, էլի։ Լավ էր։ Հենց նրանով, որ ես նոր նշեցի, որ կան որոշակի նրբություններ, որը ստեղծում է բժիշկի համար գերհարմարավետ աշխատանքի հնարավորություն։ Դա խիստ մասնագիտական է, այսինքն ինչ լույս է տալիս նույն ասենք ծայրակալը, ինչ արագությամբ հնարավորություն ունի բժիշկը ոտքով ղեկավարել, այսինքն այդ ծայրակալի տրված արագությունը, թե ինչ լույս է լուսավորում տվյալ, ասենք, այդ զոնան, այդ սեգմենտը, որը որ պետքա աշխատանք կատարվի, դա մանր այսպես նրբություններ են, որը գումարելով բոլորը իրար, ուրեմն ստանում ենք արդյունք։ Պետք է ասեմ, որ մեր ընկերությունը ոչ միայն բժշկական կլինիկա, այլ նաև ներկայացուցչական ուրեմն ունի առաքելություն եւ մենք այս տարի ստացել ենք այդ նույն ձեր ասած Խիրանա Medical ընկերության ներկայացուցիչ։ Խիրանայի ներկայացուցիչն եք շատ լավ է եւ մենք տեսանյութում էլ հիմա տեսնում ենք եւ մեր մոտ այստեղ դրված է։ Ես հիմա չեմ ուզում հարցնեմ, թե բժիշկ Դաշտոյան ձեր կլինիկայում ինչ եք անում, պարզ է, որ ամեն ինչ արվում է, բոլոր տեսակի ստոմատոլոգիական օգնություն արվում է եւ ձեզ մոտ կան տարբեր պրոֆիլների ստոմատոլոգներ են աշխատում ձեր ղեկավարության տակ։ Բայց տեսեք, մենք մի քանի տարի առաջ ես հիշում եմ մի վնասիրով ներկայացրեցինք Ալֆա-Բիոն եւ ես դա էլի տեսել եմ, դա մի համակարգ է իմպլանտների, չէ, որը շատ լավն էր, որը լավն է, մինչեւ հիմա կիրառվում է եւ այլ։ Եվ դուք այս վերջերս, ինչքան ես գիտեմ, դարձաք Nobel BioCare, որ այս շատ հոյակապ ինչ որ տենց համակարգ է, դա եք հիմա սկսել Հայաստանում իրացնել եւ ոչ թե օգտագործել, այլ դուք պատրաստ եք դա տրամադրել բոլորին։ Ես հիմա նայում եմ, երկուսն էլ առջևներս դրված է։ Ինչ տարբերություն։ Երկու բառով ուզում եմ իհարկե ես կնշեմ տարբերությունը։ Ուղղակի քանի որ մեզ այս պահին դիտում են բազմաթիվ հեռուստադիտողներ, որոնք ունեն իրենց մասնագետները, իրանք դիմում են իրենց ստոմատոլոգներին եւ շատ այսօր արդիական մեթոդը բուժման ատամնածնոտային դեֆեկտների վերականգնման մեթոդը, ինչպիսին է իմպլանտոլոգիան, շատ տարածված է Հայաստանում եւ նորից ուզում եմ ասեմ, որ GDC ընկերությունը ներկայացնում է բազմաթիվ ուրեմն ընկերություններ Հայաստանի շուկայում եւ այդ թվում առաջինն է ներկայացրել իմպլանտ համակարգը որպես այդպիսին, դա 2006 թվականին մենք մեր համախոհների հետ միասին ներկայացրեցինք Alpha Biotech ընկերությունը, որը որ բավականին լուրջ բրենդային իմպլանտ համակարգ է համարվում աշխարհում։ Տարիներ անց իհարկե պետք է ասեմ, որ նա ընդգրկվեց նույն Nobel BioCare ընկերության կազմում եւ որպես միջին սեգմենտի, բայց շատ որակյալ պրոդուկտ, ապրանքանիշ, նա մինչև հիմա շատ մեծ դեր է կատարում աշխարհում, շատ տարածված է, շուրջ 180 երկրում ունի տարածում։ Ես կուզենայի, որ տարբերության մասին ասեի։ Պետք է ասեմ, որ անցյալ տարի երկարամյա, ուրեմն ասենք, բանակցությունների արդյունքում մենք ստացանք պատիվ ներկայացնելու Nobel BioCare ընկերությունը։ Nobel BioCare ընկերությունը դա արդեն պրեմիում սեգմենտի իմպլանտ համակարգ է, որը որ աշխարհում գոյություն ունի մի քանի այդպիսի համակարգեր, Nobel BioCare-ը դա առաջատարն է այդ ոլորտում։ Ինչական է մի հատ հիշեցրեք։ Նա իհարկե մեր ժողովուրդը սիրում է այդ հարցը, ինչական է։ Այդ հարցը շատ հետաքրքիր է, պետք է ասեմ, որ իհարկե ինքը ծնունդ էլ առել Շվեդիայից, պրոֆեսոր Բրենեմարկը, որը ընդհանրապես իմպլանտոլոգիայի ուրեմն հիմնադիրն է եւ օստեոինտեգրացիա
մեր լեզվով ասած պարզ ոսկրացում, որը հայտնաբերվել է, որ տիտանը ոսկրանում է եւ նա իներտ նյութ է, որը որ վնաս չի պատճառում մեր պացիենտներին, դա հայտնաբերել է պրոֆեսոր Բրենե Մարկը, որը եւ հիմնադրել են ժամանակին մի խումբ համախոհներով Nobel Biocare ընկերությունը։ Ժիլաշտոյան, հիշեցնենք, ինչի մասին որ դուք խոսում եք, սիրելի բարեկամներ, խոսքը նրա մասին է, որ այս երկաթից թվող այդ իմպլանտները, որոնք նման են շատ ներողություն շուռուպների, որը տեղակայվում է ոսկորի մեջ, նա ոչ թե այնտեղ այդպես էլ մնում է որպես երկաթ, այլ որոշ ժամանակ հետո ամբողջովին ոնց որ դառնում է մեկ հյուսվածք ոսկորի հետ եւ ինքը չի տարբերվում շատ արմատից, չէ՞, սեփական արմատից, ամբողջ նանոտեխնոլոգիան ատամի ձևով, արմատային ձևով իմպլանտատներ, իհարկե հիմա մենք երկար ժամանակ չենք տրամադրի, որպեսզի իմպլանտոլոգիայի պատմությունը պատմենք, դա երկար տարիների մոտավորապես ուրեմն 55-60 տարվա պատմություն ունի այդ մեթոդը, որը կիրառվում է, եւ ինչն է խնդիրը, որ Nobel Biocare ընկերությունը եղել է ակունքներում այդ մեթոդի եւ տարիների ընթացքում ստեղծել է շատ մեծ, շատ հզոր գիտահետազոտական խումբ եւ ուսումնական ուրեմն ծրագրերի մի մեծ ծավալ, որ մեր բժիշկները այսօր մեր միջոցով որպես ներկայացուցիչ այդ դիստրիբյուտոր այդ ընկերության մենք բերում ենք այդ նոր ավելի շատ ուսումնական եւ նոու-հաուները որպես այդպիսին, որպեսզի մեր բժիշկները մասնակցեն եւ առավել մասնագիտանան այդ ոլորտում եւ իհարկե պացիենտները դիմելով բուժ հաստատությունների իրենց բժիշկներին իրանք էլ պետք է պատկերացում կազմեն եւ իմանան թե իրենց բժիշկները ինչ աշճանի են մասնագիտացած տվյալ ոլորտում։ Այսինքն կարող ենք մենք ասել, որ ամեն անգամ ինչ որ մի նոր տեսակի իմպլանտներ կամ տեխնոլոգիաներ Հայաստան, որ ներմուծվում են, մենք բոլորս առաջընթաց ենք ապրում եւ որակը բուժօգնության եւ ասենք թե դե վերցնենք այսպես, մեկ-մեկ հարցում են, քանի տարի բժիշկ այդ իմպլանտը իմ մեջ կմնա եւ դա ունի կարիք փոխելու հետագայում թե չէ, եթե ես հիշում եմ մի քանի տարի առաջ ասում են, դե մի 5-6 տարի, մի 6-7 տարի, հիմա դուք էլ այդպիսի բան չեք ասում, դուք ասում եք, որ սխալ ուրեմն արտահայտություն կլինի բժիշկի կողմից, երբ որ ինքը նախորոք նշի քանի տարի եւ ոնց։ Իհարկե դա շատ հանգամանքներից է կապված, թե ինչ ինտեգրացիա կունենա եւ ինչպես հետագայում ոչ միայն վիրաբուժական փուլը կկատարվի, այլ նաև հետվիրահատական ռեաբիլիտացիայի փուլը, որ պետք չի քիչ կարևորել, քան հենց վիրահատական ուրեմն միջամտությունը, որովհետև կան միջամտություններ հետվիրահատական ռեաբիլիտացիայի, մեր լեզվով ասած օրթոպեդիկ ռեաբիլիտացիան կամ մեր ժողովրդի լեզվով ասած պրոթեզավորումը, որը շատ կարևոր է տվյալ էտապներում։ Պետք է հենց նշեմ, որ Nobel Biocare ընկերությունը մեզ տվեց մի հետաքրքիր կոնցեպցիա։ Ինքը Իրանում ունի փակ համակարգեր, որը փակում է լրիվ այդ ցիկլը, սկսած վիրահատական։ Մենք մի տեսանյութ ունենք, միգուցե դա տանք եւ հենց դուք իրա վրա ես պատրաստ եմ Հա, խնդրում ենք տալ մեր ռեժիսորին, խնդրենք տալ այդ տեսանյութը, որը Nobel Biocare-ին է վերաբերում, ահա մենք տեսնում ենք, այ հիմա ասեք։ Տվյալ դեպքում տվյալ տեսանյութը օրինակ ներկայացնում է մի յուրահատուկ համակարգ, որը հենց Nobel Biocare ընկերության պրոդուկտն է, դա Nobel Guide, այսպես ասած, կամ շաբլոնային մեթոդն է, որը որ տալիս է ոչ միայն ուրեմն տեղը ընդգծում է, թե որտեղ է պետք դնել այդ իմպլանտատը, նաև այդ շաբլոնները պետք է ասել, որ սկանավորվում է եւ դա ուղարկվում է այդ ինֆորմացիան Շվեյցարիա, այնտեղից մենք ստանում ենք այդ շաբլոնները եւ պացիենտը հնարավորություն է ունենում ստանալ արդեն կոնկրետ նախորդ պլանավորված իմպլանտատի տեղադիրքը, չափսը, երկարությունը եւ ոչ պետք է նաեւ կարեւորենք, ոչ պակաս, որ միանգամից հնարավորություն կա ժամանակավոր կոնստրուկցիայով ուրեմն ռեաբիլիտացիա, այսինքն պացիենտը գնում է կլինիկայից ատամներով, ուրեմն վերականգնված։ Սա հենց իրենք հատուկ նկարել են, Նոբելը նկարել է, որ պարզ երևա թե
ինչ ձևով է այս ամեն ինչը ցուցադրական ուրեմն տեսանյութեր են, որով ցույց է տալի Նոբելի տարբեր ուրեմն ոլորտներում ունեցած իրենց պրոդուկտները։ Մյուսը դա Նոբել պրոցեսորը համակարգն է։ Հեսա մենք խնդրենք։ Ինչ է դա նշանակում։ Իհարկե շատերը կարող է լսած լինեն եւ Հայաստան շատ արագ ներխուժում են թվային տեխնոլոգիաները եւ ատամը պետք չի ասենք թե ստանալ ոնց բացատրեմ, այսինքն հին մեթոդներով կամ թվային տեխնոլոգիաներ, որ նույնպես Նոբելը ունի համակարգ, երբ որ մենք այդ թվայնացած ֆայլը ուղարկում ենք արտասահման Շվեյցարիա, մեզ սպասարկում է մեր ռեգիոնը, Հայաստանը մտնում է եվրոպական զոնա եւ Շվեյցարիայում տեղակայված գործարանը հատուկ ուրեմն սպասարկում է այս ռեգիոնը։ Ստանում ենք պատրաստի հատուկ ուրեմն գլխիկներ, այսպես ասած, աբատմենտներ, դրանք կարող լինեն թե տիտանից, թե ցիրկոնից, ուրեմն որը կոնկրետ պատրաստել տվյալ փաստորեն ատամն է։ Այո, ատամի հիմքը եւ նաեւ դրանից հետո հնարավոր է նաեւ ատամը պատրաստել ուրեմն հատուկ կոնկրետ պացիենտի համար թվային տեխնոլոգիաներով։ Տարբերությունը նա է, որ դա գործարանային արտադրություն է եւ 5 տարվա երաշխիք կա դրա վրա, որը ապահովում է Նոբել Biocare ընկերությունը։ Այսինքն պացիենտները ավելի վստահ պետք է լինեն որակի վրա։ Ընդհանրապես ստոմատոլոգիայում շատ մենք Այսա ինչ ենք տեսնում հիմա, այսա ինչ։ Սա սկանավորման, ասենք, process-ն է նկարած։ Այո, մոդելները տեղադրվում են այդ սկաների մեջ, դա փակ համակարգ է, որը որ միայն Նոբել պրոցեսորը, այսինքն այդ գործարանը կարող այդ ֆայլը ընդունի եւ մշակի եւ վերջին հաշվով մենք ստանանք այդ պատրաստի այդ գլխիկները կամ այսինքն հիմքերը Նոբելի այդ բանը անել, բայց դնել ալֆան։ Թե չի լինի։ Ես շեշտում եմ, որ դա փակ համակարգ է։ Կան թվային տեխնոլոգիաներ եւ ուրիշ քաթքամներ, որոնք տաշում են նույն ալֆաբիոյի համար, բայց դրանք գործարանային արտադրություն չեն, դրանք ավելի փոքր մասշտաբի ատամնատեխնիկական լաբորատորիաներում տաշված նույն, այսպես ասած, կարկասներն են կամ հիմքերը։ Իհարկե պետք է ասել, որ որակային այնտեղ կան որոշակի տարբերություններ։ Իսկ Նոբել ընկերությունը որակի վրա շատ մեծ շեշտադրում է անում եւ ինքը կոնկրետ նաեւ ունի թիմ, թե կլինիկաների, թե մասնագետների, որի շուրջ համախմբում է եւ չի թույլ տալիս, որպեսզի այսպես ինչ-որ մոտավորապես տեխնոլոգիաներով իր վրա որևիցե մի բան կառուցվի։ Ժդաշտոյան, մենք պետք է ընդհատվենք, սիրելի բարեկամներ, այժմ կլինի գովազդը, որը ես առաջարկում եմ դիտել, որից հետո մենք կշարունակենք, քանի որ այս ամենը անելու համար լավագույն արդյունք ստանալու համար ստոմատոլոգիայում նաև պետք է ախտորոշել, թե ինչը ոնց է, այդպես որ մնացեք մեզ հետ։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը, մեզ մոտ է GDC ստոմատոլոգիական կլինիկայի տնօրեն, Երևանի պետական բժշկական համալսարանի ընդհանուր ստոմատոլոգիական պրակտիկայի ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու Թորգոմ Դաշտոյանը։ Դաշտոյան, մի փոքր խոսենք դիագնոստիկայի մասին, ախտորոշման, որովհետև այդ հիմա նորագույն մեթոդները շերտագրությունը նաև ներխուժել է ստոմատոլոգիայի մեջ, այսինքն կարելի է մարդուն տեղադրել մեծ կոմպյուտերային շերտագրիչի մեջ եւ ստանալ դա, բայց ես գիտեմ, որ կիրառվում է ավելի, այսպես ասած, մատչելի մեթոդ, Dimax-Ray-ը, այժմ մենք կտեսնենք նաև այդպիսի մի Dimax-Ray-ը, ինչ տվեց դա ձեզ։ Դա իհարկե չի կարելի համարել նորություն, արդեն 3-րդ տարին է Հայաստանում գործում է կոնճարագայթային կոմպյուտերային տոմոգրաֆիայի կենտրոնները, որը պետք է ասել, չորսենց մի փոքր ասեմ, փոքր հեղափոխություն արեց ստոմատոլոգիայի ոլորտում։ Ինչ դա տվեց մեր պացիենտներին։ Իհարկե, նորից ոնց որ կլինիկայի մասին զրուցել ես, ես շեշտեցի, որ ինչքան շատ բան դու տեսնում ես, մասնագետը տեսնում, այնքան որակով նա կարող է Այս կուզենամ հիմա խնդրել, որ մի հատ տան թե ինչ է տեսնում բժիշկը, մեր ռեժիսորին խնդրենք նույնը տվյալ դեպքում պլանավորումը եւ ուրեմն ախտորոշումը այ նայեք շատ մեծ դեր է կատարում։ Մենք տեսնում ենք ոնց որ այն ներողություն արտահայտության համար փափուկ
հյուսվածքները լրիվ քերած վիճակ են տեսնում։ Կոմպյուտերային տոմոգրաֆիան ցույց է տալիս միայն բացառապես ոսկրային հյուսվածքները, ի տարբերություն սպիրալային տոմոգրաֆների պետք չի շփոթել այդ երկու ոլորտը, որտեղ տարբեր տիպի այլ հիվանդությունների համար է նախատեսված։ Տվյալ ծառայությունը նախատեսված է ստոմատոլոգիայի եւ քիթ-կոկորտ ականջաբաններն են շատ լայնորեն կիրառում, դիմացնոտային վիրաբուժության ասպարեզում է լայնորեն կիրառվում, որտեղ օրինակ քիթ-կոկորտների համար կա հատուկ ծրագիր միջին ականջի համար, հայմորյան խոռոչները դիրքը պացիենտի, իհարկե մենք մի քանի անգամ նշել ենք, կանգնած դիրքում հետազոտվելը ավելի արդյունավետ է եւ այլ, եւ ոչ քիչ կարեւոր է, դա ճառագայթման մինիմալ դոզան է, որը տվյալ սարքերը պրակտիկորեն անվնաս են, կարելի է տարվա մեջ մի քանի անգամ առանց մտահոգվելու հետազոտություն անցնել։ Նոր ծառայությունների շարքում մենք տրամադրում ենք այսօր մեր բժիշկներին դայկոմ պրինտեր, այսինքն թվային պրինտերի միջոցով ստացված այս տեսաժապավենների միջոցով, որտեղ մեր մասնագետները նաև կարող են վերլուծել որոշակի, որպեսզի բժիշկը իր թանկ ժամանակը չծախսի ծրագիրը շատ ժամանակ բացելու եւ նույն այդ հետազոտությունը կա, չնայած մենք տալիս ենք նաև դիսկերով, այս սկավառակներով, որ մարդը կարող է ինքը հենց ծրագիրը տիրապետի եւ ստանա արդյունք, եթե իրան պետք է կոնկրետ ուրեմն ստանա տվյալ պացիենտի հետ ուրեմն ախտորոշում։ Տարբեր հնարավորություններ, բժշկական կլինիկաների բժիշկներին տրամադրվում են ուղեգրեր, որտեղ նշած է ծառայությունների լիարժեք ցանկը, այստեղ բազմաթիվ ուրեմն 20-ից ավել ծառայություններ կան, կենտրոնները այսօր 3-ն են, որտեղ պացիենտների համար էլ է հարմար, ուրեմն ըստ ապրելու վայրի կամ շատ են դիմում մարզերից եւ այլն։ Բավականին լայնածավալ ժամանակ արդեն մարզերում էլ կտեղադրվեն, որտեղ ամեն ինչ տենդենսը է, մենք լսել ենք իհարկե տեղադրվում են արդեն կլինիկաներում, տեղադրվում են մարզերում եւ դա շատ լավ տենդենսիա է, որ պետք է այդ զարգացումը գնար Հայաստանի Հանրապետությունում եւ այդ զարգացումը գնում է։ Այդ ոլորտը շատ արագ եւ նորմալ զարգանում է եւ մենք շատ ուրախ ենք, որ այդ առաջատարը նույնպես այդ ոլորտում եղել ենք մենք, որ հիմնադրել ենք եւ հիմա իհարկե արդեն շատ կլինիկաներ, իհարկե ոչ այդ հզորության սարք, որ տեղադրված է դիմակսրում, բայց տեղադրում են իրենց կլինիկայում։ Բժիշկ Դաշտոյան, ես մի հայտարարություն անեմ, սիրելի բարեկամներ, չմոռանանք, որ մենք ուղի եթերում ենք, մենք արդեն տրամադրում ենք ձեզ հեռախոսի համարը, որով դուք կարող եք զանգահարել հենց այստեղ եւ ձեր հարցը տալ մեր մասնագետին, Թորգոմ Դաշտոյանին, իսկ ես այսպեսի մի բան ասեմ, բժիշկ Դաշտոյան, ես հաճախ տեսնում եմ ձեր կլինիկայում այլ կլինիկաներից եկած բավականին հասուն տարիքի ստամատոլոգների, որոնք տենց ուսանողի տպավորություն չեն թողնում, չնայած կլինիկական օրդինատորներ էլ կան, դա հասկանալի է։ Դա ինչով է պայմանավորված, որ գալիս են ինչ-որ հարցերով, գալիս են խորհրդատվության, թե ոնց, դա ինչ է։ Մենք արդեն բազմամյա մեր աշխատանքի ամենօրյա, այսպես ասած, ամենօրյա աշխատանքը կայանում է նրանում, քանի որ մենք արդեն մի քանի ընկերություն ներկայացվեց տեղ, դա Alpha Biotech, Nobel Biocare, հիմա այսօր Khirana Medical, Nuvak, որը որ սարքավորումներ է արտադրում եւ այլ մոտ 15 ընկերություն մենք ներկայացնում ենք Հայաստանի Հանրապետություն, բացառապես ստոմատոլոգիայի շուկային է դա վերաբերվում։ Եվ իհարկե դրանց հետ կապված մենք տարվա ընթացքում կատարում ենք բազմաթիվ սեմինարներ, գիտապրակտիկ ուրեմն աշխատանքներ, որի ընթացքում մեր հրավիրված ուրեմն շատ լուրջ մասնագետներ, համաշխարհային, այսպես ասած, համբավ ունեցող մասնագետներ անցկացնում են սեմինարներ։ Եվ այդ առիթով մեր մոտ պրակտիկորեն ամեն օր մենք ունենք բժիշկների խումբ եւ մարդիկ, որոնք որ մեր հետ համագործակցում են։ Եվ կարամ ասեմ մի նոր բան, որ բժշկական համալսարանի շրջանակներում հետ դիպլոմային կրթության ուրեմն ոլորտում մենք նույնպես կատարում ենք աշխատանք, որտեղ բժիշկները այսօր հնարավորություն ունեն ստանան բավականին լուրջ ուրեմն մասնագիտացում իմպլանտոլոգիայի ոլորտում, կոնկրետ կապված իմ վրա դրած այդ պարտականությունը մեր ամբիոնում, որտեղ կատարվում է իմպլանտոլոգիայի մասնագիտացում կամ վերապատրաստում, բայց ամբիոնի շրջանակներում բոլոր մասնագիտություններով լայնածավալ կատարվում են
ուրեմն վերապատրաստումներ եւ մասնագիտացումներ, որի իհարկե կազմակերպիչը դա Երևանի պետական բժշկական համալսարանն է եւ նույնպես հպարտենք, որ այդ կազմում էլ հնարավորություն ունենք մեր լուման ներդնենք։ Սիրելի բարեկամներ, կարող եք արդեն զանգահարել, ես ուղղակի հիշեմ, որ բժիշկ Թորգոմ Դաշտոյանն ասաց, որ 17 տարեկան է GDC-ն, ես հիշում եմ 15-ամյակը, եւ եթե մենք հարցնենք, թե ինչպես օրինակ ստոմատոլոգները կնշեին իրանց կլինիկայի 15-ամյակը, երևի բացի նրանից, որ մի հատ լավ քեֆ կանեն, դժվար տենց մենք պատկերացնենք, սակայն տվյալ դեպքում արվեց մի կոնֆերանս, կազմակերպվեց, որտեղ հրավիրվեցին մասնագետներ, քանի երկրներից եկան, բժիշկ Դաշտոյան, արտասահմանից եկան ստոմատոլոգներ, մասնագետներ, իհարկե դա եւ դա կատարվեց ամբողջ դահլիճը եկան ստոմատոլոգներ։ Մեր ծննդյանը ինչ որ մի որոշակի կլոր թիվ էր, մենք նշեցինք կոնֆերանսի ձևով, տվյալ դեպքում մենք չենք անտեսում նաեւ Հայաստանի Հանրապետությունում համբավ ունեցող լուրջ մասնագետների, որոնք մշտապես մեր գործընկերներն են եւ շատ դեպքերում կոնֆերանսների եւ այդ տվյալ սեմինարներին իրանք էլ են մասնակից լինում։ Ահա, այսինքն իմ ասածը ինչն է, որ ձեր բնավորությունը, որ դուք ուղղակի չեք կարողանում համակերպվել նույնատիպ գործից մի քիչ երկար, եթե դա տևում է, դա իհարկե երաշխիք է նրան, որ մի տարի, երկու տարի հետո մենք օրինակ այս պահին ինչ եք պլանավորել, որ անեք, որ ասենք։ Ունենք իհարկե մի փոքր ամբիցիոզ պլաններ ունենք, քանի որ մենք ունենք գործընկերներ թե Ռուսաստանի Դաշնությունում, թե Իսրայելում, թե Ամերիկայում եւ այլ երկրներում, որտեղ կան ստոմատոլոգիայի ոլորտում տարբեր առաջընթաց, այսպես ասած, ծառայություններ։ Դրանց թվում իհարկե մի հետաքրքիր ծառայություն է, որը առայժմ մեր հանրապետությունում չի մատուցվում եւ մենք աշխատանք պլանավորում ենք կատարենք, դա ընդհանուր անզգայացման տակ ստոմատոլոգիայի ուրեմն ծառայության մատուցումն է։ Ոչ, դա չի վերաբերվում միայն վիրաբուժությանը, դա վերաբերում է ընդհանուր, թեկուզ հասարակ ատամ բուժելը կամ այսինքն լայնածավալ, եթե մարդը գալիս է խնդիրներով, նա պետք է ստանա հնարավորություն մի քանի ժամվա ընթացքում ստանալ լայնածավալ ստոմատոլոգիական բուժում եւ իհարկե լավ կլինի, որ դա կատարվի բժիշկ անեստեզիոլոգի եւ մի թիմի կողմից, որը կարա ապահովի այդ մարդու լիարժեք Ես էլ ունեմ դրա մասին ասելու բան, բժիշկ Դաշտոյան, բայց զանգ ունենք, եկեք լսենք, լսում ենք ձեզ։ Ալո, բարև ձեզ։ Ես հարցս ուղղում եմ բժիշկ Դաշտոյանին, որքանով կարող են դիաբետիկները օգտվել ձեր ասած հրաշքներից։ Դա ինչ-որ հակացություն կարող։ Այո, էնդոկրին հիվանդությունները, որոնց թվում իհարկե շատ տարածված է շաքարային դիաբետը, տարբեր ձևերի եւ այլն։ Ես պետք է նշեմ կոնկրետ, որ շաքարային դիաբետը չի համարվում բացառապես հակացություն։ Դա հարաբերական հակացությունների շարքին պատկանող հիվանդություն է։ Պետք է ուղղակի դա հաշվի առնել։ Եթե դա կոմպենսացվում է, եթե պացիենտը հնարավորություն ունի այդ ուրեմն մակարդակը շաքարի պահի նորմայի սահմաններում կամ դիետայով կամ որոշակի դեղերի նույն ինսուլինի կապ չունի, այդ դեպքում եթե տվյալ հիվանդությունը չի ազդում ոսկրագոյացման փուլերում, ուրեմն մենք կիրառում ենք իմպլանտոլոգիայի մեթոդը նաև շաքարային դիաբետով տառապող ուրեմն հիվանդների համար։ Միգուցե այդպիսի հիվանդներին դուք խորհուրդ կտաք, որ մի քիչ ավելի ուշադիր հետևեն իրենց շաքարի մակարդակի այդ օրերին, համագործակցում ենք բժիշկ էնդոկրինոլոգների հետ, ավելի լուրջ վերաբերվում ենք տվյալ պացիենտների անամնեզի ուրեմն հավաքմանը եւ ընդհանրապես շատ ավելի լուրջ է մեր մոտեցումը, եթե մարդ ունի որևիցե մի առողջական խնդրեմ եւ պլանավորման փուլում իհարկե մենք շատ մանրակրկիտ զրուցում ենք մեր պացիենտների հետ եւ հայտնաբերում ենք տարբեր տիպի հիվանդություններ, այդ թվում շաքարային դիաբետը եւ ունենք այսպես ասած պրոտոկոլներ քայլելու այսպես ասած ձևեր, թե այդ հիվանդության դեպքում ինչպես մոտենանք։ Բժիշկ Դաշտոյան, ես քանի որ մի քիչ էլ տարիքս այնպիսինն է, որ ես ապրել եմ այն տարիներին, երբ որ ես ստացել եմ այսպես ասած ճակերտավոր հաճույք ստոմատոլոգիական օգնությունից, որը միշտ ուղեկցվել է ցավով։ Ես գնում էի ստոմատոլոգի մոտ իմանալով, որ ուղղակի մի երկու ժամ երևի ահավոր ինչ որ ցավեր կլինեն, դաժան, բայց դե այդպես էր ընդունված եւ ուրիշ նովոկայինի դարում, ասենք նովոկայինի դարում։ Հիմա
Չնայած ես ասենք թե արդեն քանի տարի է, երբ որ ես ձեզ մոտել եմ այցելում եւ ես տեսնում եմ, որ ես այդ ցավը չեմ զգում, չնայած տեղային անզգայացում է, ցավը չեմ զգում, բայց վախը իմ մեջ է։ Ես այսպես ասած այս բասկաթոռի ես թևերից այսպես բռնում եմ եւ ինձ անverջ թվում է, որ ես ինչի դա հիշեցի, որ դուք ասեցիք ընդհանուր անզգայացում, իրոք դա շատ ակտուալ է։ Իհարկե, այդ մեթոդը լայնորեն կիրառվում է պրակտիկորեն լուրջ բոլոր զարգացած երկրներում, մենք պետք է նախապատրաստենք թե օրենսդրական բազա, պետք է համագործակցենք մյուս մասնագետներ, դա մի օրվա խնդիր չի, բայց ես հույս ունեմ, ես շատ օպտիմիստ եմ եւ հույս ունեմ, որ տվյալ տիպի խնդիրները, որը կարող են բերել մեր ազգաբնակության ուրեմն սպասարկման որակի բարելավմանը, կգտնեն արձագանքը համապատասխան ուրեմն տեղերում եւ մենք ստանանք որոշակի իհարկե հնարավորություն։ Եկեք մի զանգել ընդունենք, լսում ենք ձեզ։ Լսում ենք։ Այո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք հաղորդումը լսելու համար, մենք հոկտեմբերից ենք զանգում էլի։ Ուզում ենք իմանալ քաղաքի որ մասում է գտնվում իրանց բարի կլինիկան։ Գիտեք ինչ, իհարկե Աբովյան փողոցի վրա, բայց այսպես ասեմ, որ մենք բարբերաբար տալիս ենք նաև հեռախոսահամարը Թորգոմ Դաշտոյանի, դուք այդ համարը գրեք եւ հետ հաղորդումից հետո կարող եք զանգարել արդեն այդ ամեն ինչը բացել ժամանակ չկորցնենք այդպիսի բաների վրա թե հասցեն որն է եւ այլն գովազդի պետք է գնանք Դաշտոյան մեր երկրորդ գովազդն է սիրելի բարեկամներ մյուս բաժինը մենք կնվիրենք հիմնականում ձեր զանգերին այնպես որ ձևավորեք շատ լավ հարցեր կարևոր հարցեր որոնց պատասխանը լսելուց այստեղից Ձեզ համար դա կլինի ինչ-որ մի օգտակար գործ, շնորհակալություն, եկեք դիտենք գովազդը։ Շարունակում ենք մասնագետ on-line-ը եւ զանգ ունենք Բժիշկ Դաշտոյան, լսում ենք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Վանադորից եմ զանգահարում, Կարինե Այմանունը։ Ուրեմն ես ունեմ ատամ, որը պլոմբը դրվել է 17 տարի առաջ։ Սակայն հիմա որ ատամը որ պլոմբում են, պլոմբը շուտ ընկնում է, մի տարի է չի տևում 6 ամիս, 5 ամիս ընկնում է։ Նույն ատամը պլոմբում է մի քանի անգամ։ Եվ նույնը անգնում է, ուզում եմ իմանալ, դա կապված է պլոմբի որակի հետ, թե պետք նախորոքացնեմ, որ միշտ ասում եմ լավ պլոմբ, որակյալ պլոմբ դնե, թե իմ ատամի որակի հետ կամ ինչի հետ է դա կապված, ինչպես կարող եմ ընտրել լավագույն պլոմբը։ Հավաստիացած լինել, որ կդնեն լավը։ Այդպիսի բան կա լավ վատ պլոմբ տենց հասկացողություն կա Բժիշկ Դաշտոյան։ Իհարկե բժիշկները երբ որ կատարում են ստոմատոլոգիական կլինիկաներում աշխատանք, շատ տարածված է, շատ կլինիկաների պրայսերում նաև կա տարբեր գնացուցակ, sense բազմաթիվ եւ այլ, որը կապում են թե պլոմբայի որակի բան։ Ես պետք է ուղղակի ասեմ, որ մեր պացիենտները շատ լավ իրազեկ լինեն, որ ստոմատոլոգիայում եւ բժշկության մեջ նյութը մեծ արժեք չի կազմում, ամենաթանկ եւ կարեւոր արժեքը դա մասնագետն է, որը այդ ծառայությունը մատուցում է։ Դրա համար շատ դեպքերում նույնը վերաբերում է թե պլոմբաներին, թե իմպլանտին, ինչա կանա, այս որտեղի պլոմբա է, որ չեմ։ Իհարկե, կապ ունի, կան միկրոգիբրիդային պլոմբաներ կան նանոֆիլ, ասենք նոր նանոտեխ տեխնոլոգիաներով պատրաստված, բայց հիմնական խնդիրը նրա մեջ է, թե ինչպես է մշակվում այդ խոռոչները մանրակրկիտ, ինչ տեսանելիության, ինչ դաշտում, երբեմն մեծացնող տեխնիկա ենք օգտագործում, թե լուպաներ, թե եթե կարիքը կա, այսօր շուտով մենք Carl Zeiss նաև ընկերության ներկայացուցիչն ենք մեզ առաջարկել են, որը արտադրում է լավագույն միկրոսկոպներ օպերացիոն ստոմատոլոգիայի ոլորտում եւ մեր պլանների մեջ կա նաև միկրոսկոպով հագեցնենք կլինիկան։ Խնդիրը նրա մեջ է, թե պետք է այդ ամենը բժիշկը տեսնի։ Ռուսերեն հայերեն չգիտեմ միկրոպատիկանի, այսինքն երբ որ լնդային այդ հեղուկը մոտ է եւ անցնում է միկրոհոսում կարելի ասել, հա, անցնում է այդ պլոմբայի տակ, այդ պլոմբան տեղադրելու ժամանակ հնարավոր է որ բերի այդ պլոմբայի շուտ փոխվել, կամ ոչ լիարժեք մշակումը, կամ բոնդինգային կամ կպնող համակարգերի ոչ ճշգրիտ օգտագործումը եւ այլ բազմաթիվ պատճառներ կարող են լինել, բայց ոչ այնքան այդ պլոմբայի որակը պետք է լիարժեք վերականգնի ատամի անատոմիական ձևը եւ որակը պլոմբայի շատ բազմաթիվ ուրեմն ունի Այնուամենայնիվ շատ մեծ գնի տատանում դա չպետք է առաջացնի, ես ոնց հասկացա ձեր ասածը։ Պետք է խուսափել իհարկե շատ մատչելի բժշկությունից։
Բայց իհարկե տվյալ դեպքում փորձեցի պատասխանեմ, որ միանշանակ պատասխան չի կարող լինել այստեղ։ Իհարկե մասնագետը շատ մեծ դեր է կատարում, պետք չի ատամի վրա ամեն ինչ բարդել, պետք է ուղղակի ավելի մանրակերպել։ Եթե անհնար է այդ պլոմբան ուրեմն այս տեղադրել, որ նա ուրեմն չի մնում, ուրեմն կան ներդիրներ, նոր տեխնոլոգիաներ թվային, որով պետք է արդեն եթե պլոմբան մեծ է կամ հնարավոր չի տեղադրել, ուրեմն պետք է օգտագործել ուրիշ տեխնոլոգիաներ, դա ներդիրներն են, կերամիկական ներդիրների, ուրեմն տեխնոլոգիաներ թվային, որ այսօր հնարավորություն կա նաև կիրառելու եւ ավելի որակյալ արդյունք ստանալ։ Զանգուն ենք, լսում ենք։ Ալո, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ասեք, հարցրեք։ Ես ողջունում եմ ձեզ, պարոն Դաշտյանին, մի խնդրանք ունեմ։ Ես 75 տարեկան եմ, շաքար ունեմ։ Իմ պրոթեզներս վերևը լավ է ամուր, իսկ ներքևը հնարավոր չի, էլի դուրս է գալիս։ Կարող եմ ձեզ մոտ ստուգեմ, ուղղեմ եւ պինդ կարող է լինի։ Իսկ ասում են լինդերը նստած է, տես բան կա ճիշտ արդյոք։ Դե պետք է ասենք, որ 75 տարեկանում չի կարա չնստի, որովհետեւ տարիքը իրան ասում է, բայց դրա համար էլ կան նոր այս տեխնոլոգիաները, որը որ տարիք չի հարցնում։ Մենք ունեցել ենք պացիենտ մոտավորապես 90 տարեկան։ Շատ աշխույժ Խաչատուր պապիկը, որը որ բուժվեց եւ այլ եւ այլ։ Կարևորը դա տարիքը չի, կարևորը առողջության այդ տվյալ պահին վիճակն է եւ թե մարդը ոնց է ինքը վերաբերվում իր առողջությանը։ Որ մենք ասում ենք մասնագետ, մենք հենց դա ի նկատի ունենք, մասնագետն է որոշում որ տարիքի ժամանակ ինչ մեթոդ օգտագործի, պետք է շեշտ դնել տվյալ դեպքում հետազոտվել դեպքում ինչ անի, մի ուրիշ հիվանդության մասին, ձեզ մոտ կարող են գալ մարդիկ ատամի պրոբլեմով, բայց ունենալով շատ տարբեր հիվանդություններ, նա շատ տարբեր են հիվանդությունները, եւ ստոմատոլոգը չպետք է ասի, որ գիտեք ինչ, ցավոք սրտի ձեր մոտ այսպիսի հիվանդություն կա, ես չգիտեմ ձեզ ոնց օգնեմ, չէ, այդպիսի բան չպետք է ասի։ Իհարկե կարող ենք հանդիպել շատ բարդ դեպքերի, լինում են տենց բաներ, որը պահանջում է բարդ ռեկոնստրուկտիվ կամ օստեոպլաստիկ վիրահատություններ, դրա լուծումները այսօր ակտուալ մենք ամեն օր կոնֆերանսների, սեմինարների ժամանակ քննարկում ենք, դրա համար են ստեղծվում այդ այսպես ասած գիտահետազոտական խմբերը, մասնագետների, որոնք մենք գնում ենք, մենք ինքներս գնում ենք, լսում ենք, վերապատրաստում ենք, թե ինչ նոր մեթոդներով կարելի է այդ մարդկանց օգնություն ցույց տալ։ Իհարկե կան երբեմն այսինքն փակուղի մտնող մի այսինքն վիճակներ, բայց տվյալ դեպքում ես խորհուրդ կտամ պացիենտը ուղղակի առայժմ սկզբի համար հետազոտվի, թե 3D տեխնոլոգիաներով, թե ընդհանուր անալիզներով եւ այլ, եւ մեր խորհուրդները կլսի եւ մենք կգտնենք ելքեր։ Զանգուն ենք, լսում ենք։ Բարև ձեզ։ Պարոն Դաշտոյանին ես մի հատ հարց ունեմ տալու։ Եթե պետ պատվերով գնում ենք մենք բուժման, այդ պետ պատվերի ժամանակ մեր բուժող բժիշկը ինքը գրում է ինչ պետք է, չէ, բուժման համար։ Բայց մենք չգիտենք, ինքը ստանում բերում է, ես չգիտեմ, ինձ ինչ է անում, թե ներարկում լինի լնդերի մեջ, թե բուժում է։ Մենք ոչինչ չգիտենք, ասենք նստում եմ աթոռին, ինքը իա բուժումն է, հնարավոր չի, որ ասենք հիվանդը տեղակ լինի, որ բժիշկը ինչ ստացավ եւ ինչա իրեն ասենք բուժումները կատարում։ Ինչ աստիճանի հիվանդը պետք է լինի տեղեկատվված։ Դա կապ չունի ձեր ասածը պետպատվերի վրա պետք չի շեշտադրում կատարել, ընդհանրապես բժշկի եւ կլինիկայի պարտականությունների մեջ է մտնում տեղեկացնել պացիենտին, նույն իհարկե մենք կազմակերպչական նաև աշխատանքներ պետք է կատարել, իհարկե այդ ոլորտը մի քիչ հետ է մնում Հայաստանում, պայմանագրային հարաբերություններ ձևավորել, ավելի խստացնել, որպեսզի բժիշկ-պացիենտ, կլինիկա-պացիենտ հարաբերությունները ավելի պայմանագրային բնույթ կրեն։ Իսկ ինչ վերաբերում է տեղեկացնելու մասին, անխոսք իրան հարգող բժիշկը կամ եթե դուք տեսնում եք, որ ինքը ձեզ անտեղյակ է պահում, ուրեմն դա սխալ է իհարկե։ Պարտավոր է բժիշկը տեղյակ պահել բոլոր տիպի պրոցեդուրաների մասին։ Այդ դեպքում դուք իհարկե կբարթացնեք ամեն ինչ, ոնց որ դուք սիրում եք անել, ես գիտեմ։ Ինձ մի համոզեք, սիրելի բարեկամներ, ամեն ինչ շատ լավ է անցնում, ամեն ինչ հոյակապարվում է, բայց սկզբում մի այնպիսի sense այդ տեղակը կատվական շտորմ է կատարվում, հարցակում, որ մի քիչ սկսում ես բժիշկը պետք է լինի հոգեբան եւ այդ տեղեկատվության տարափնել ինչ որ չափավոր դոզաներով տա, որ պացիենտը միանգամից հնարավոր է լիարժեք
այդ լրիվ ծավալով չընկալի, բայց երբ որ չափավոր համբերատար պացիենտի հետ զրուցում ես, ես 20-ն արդեն 4 տարի է բժիշկ եմ աշխատում եւ չի եղել դեպք, որ պացիենտները շատ հազվադեպ, երբ որ ընդհանրապես մարդը ուղղակի չի ուզում լսի կամ հասկանա, բայց ընդհանրապես փորձում ենք համբերատար զրուցելով եւ պետք է ասեմ խուսափել ընդհանրապես խնդիրներից, դա հնարավոր չի։ Եթե նույնիսկ կա խնդրեմ, բժիշկը պարտավոր է այդ խնդրեմը վերցնի իր ուսերին եւ լուծի։ Եվ այդ կլինիկան ընդհանրապես։ Թե չէ որ ասենք ինչ-որ մեկի մոտ խնդրեմ չկա, դա անհնար է։ Բոլորի մոտ էլ կարող են լինել։ Բժիշկ Դաշտոյան, ընդհանուր առմամբ ստոմատոլոգիան ուր է շարժվում, այսպես եթե վերցնենք ընդհանուր այսպես ընթացքը մեր աչքի առաջ, ես հիշում եմ առաջի իմ տեսած բոր մեքենան, որը շարժման էր բերվում ոտքով, այսինքն ոտքով, պեդալով բերվում է, ես դա տեսել եմ, հիմա այն ինչ որ տեսնում եմ իհարկե համեմատություն չկա, բայց միգուցե լավ է արդեն հերիք է, լավ ամեն ինչ էլ կա, դա որ ուր է շարունակվելու։ Շուտով Քյոլն քաղաքում Գերմանիայում կկայանա հերթական ցուցահանդեսը, որտեղ որ մենք անպայման այս վերջի տարիներին արդեն պարտադիր 2 տարին մի անգամ է դա լինում, արդեն 3-րդ անգամ պետք է այցելենք եւ տարբեր երկրներում կա, դա ուղղակի շեշտում եմ խի դա, որտեղ դա ամենամեծն է աշխարհի մասշտաբով, մենք երբ որ գնում ենք այսքանը որ դուք ասեցիք, պատկերացրեք, որ դա ստոմատոլոգիայի ինչ որ մի տոկոսն է եւ անընդհատ մենք գալիս ենք այդպիսի մեծ ցուցահանդեսներից չբավարարված եւ ուզում ենք այդ մեր մեջ արթնանում է նորից եւ նորից ինչ-որ մի բան զարգացնել է մենք էլ ունենանք, մենք էլ բերենք, լավ զանգ ունենք, բժիշկ Դաշտոյան, լսում ենք։ Բարև ձեզ։ Ես հարցն եմ բժշկին, ուզում եի հարցնեի բյուգելային պրոթեզները երբ որ գցում են, դա ամեն օր անհրաժեշտ է հանել, լվանալ, նորից տեղադրել, թե դա անշարժ է լինում։ Բյուգելյան պրոթեզ։ Բյուգելային պրոթեզները դրանք շարժական պրոթեզների դասին է պատկանում, ինչը որ շարժական է, ցանկալի է եւ պարտադիր է հիգիենայի ուրեմն պայմանները բավարարելու համար մի անգամ կամ 2 անգամ առավոտյան, երեկոյան հանել, հատուկ գործիքներ ունենալ դրա համար առանձնացված, լավ մշակել, մաքրել, տեղադրել։ Բայց բյուգելային պրոթեզների հետ կապված ես պետքա զգուշացնեմ։ Մենք կամաց օգտագործելով, կիրառելով իմպլանտոլոգիայի մեթոդը փորձում ենք հեռանանք շարժական պրոթեզներից, որովհետև ես երկար տարիների փորձ ունենալով կարամ ասեմ ինչ խնդիր կա։ Մարդիկ մոռանում են, երբ որ դու պատրաստում ես այդ կոնստրուկցիաները, առաջի տարին շատ լավ է, իհարկե, որտեղ շատ ճշգրիտ ամեն ինչ պատրաստում է, բայց մեր ոսկրային հյուսվածքը անփոփոխ չի եւ մեր լեզվով ասած կան ռեզորբցիայի կամ ոսկրային ելունի մաշվածության երևույթներ, որոնք չեն կանգ առնում տարիների ընթացքում եւ օգտագործելով շարժական կոնստրուկցիաներ մենք ունենում ենք որոշակի ուրեմն կորուստ ոսկրային հյուսվածքի այդ հենակետերի եւ տարիներ անց 3-ից 5 տարի հետո սովորաբար այդ բյուգելային պրոթեզները վերածվում են, քանի որ պացիենտները չեն դիմում, չեն վերանորոգում այդպես այդ բյուգելային պրոթեզները եւ իրացնում է դա սաղ կյանքի համար է եւ բժիշկները երբեմն չեն զգուշացնում, կապը կորում է բժիշկ կլինիկա եւ պահ է գալիս ոնց որ նախորդ զանգողը ասեց բյուգելային պրոթեզը դա վերածվում է մի հատ ինչ որ մեխանիզմի, որը տեղահան անում հենց եղած այդ ատամները։ Դրա համար մենք փորձում ենք հնարավորության սահմաններում խուսափել շարժական կոնստրուկցիաներից կամ եթե անում ես պետքա պարտադիր մեր պացիենտները այդ մշակույթը պետքա ձևավորեն, գոնե տարեկան մի անգամ, 2 անգամ այցելեն այդ բժիշկին կամ այդ հաստատությունը, թե պրոֆեսիոնալ հիգիենա անցնելու համար, թե կոնստրուկցիաներ մի հատ ստուգելու, թե նույն պանորամիկ նկարով, այսինքն ստուգելու տակի եղած ատամները ինչ վիճակում են, դա պետքա ոնց որ ասենք թե սովորական տեղ զննում, sense հումորով, պետքա տարեկան մի անգամ կամ ցանկալի 2 անգամ մարդը այցելի եւ իր բժիշկի հետ չկորցնի կապը։ Իսկ ինչ վերաբերում է շարժականը պետքա հանել թե չէ, պարտադիր, պետքա հանել եւ հիգիենան լավ պահպանել։ Զանգ ունենք, լսում ենք։ Ալո, բարև ձեզ։ Ես ուզում եմ իմանամ կենտրոնում կա մանկական բաժանմունք, որ ընդունում են մանուկներին եւ պրոբլեմատիկ երեխաներին։
հաշվանդամ պրոբլեմ ունեցող երեխաներին ընդունում են, թե ոչ։ Զբաղվում եք երեխաներով, ճիշտ է։ Մանկական պրակտիկա նայած քան տարեկան է, ինձ թվում է ավելի ճիշտ կլինի, որ մասնագիտացված պոլիկլինիկաների դիմեն, ես ինչքան որ տեղեկացված եմ, երրորդ մասում կա մանկական մասնագիտացված շատ լավ երկարատև փորձ ունեցող պոլիկլինիկա, մենք գլխավորիչքին Իրինա Լևոնովն այն ճանաչում եմ, կա Նորքում, այտենց ես կոմպետենտ չեմ լրիվ ռեսպուբլիկայի մասշտաբով, բայց ցանկալի է որ դիմեն մասնագիտացված, որտեղ մանավանդ եթե երեխան ունի պրոբլեմատիկ, ես ասեմ դա ինչ վերաբերում էր այդ տեսեք ընդհանուր անզգայացման տակ անը։ Դա շատ եւ մի հատ առանձին ճյուղ է մանկական ստոմատոլոգիան, որովհետեւ երեխեքի մեջ այդ վախը ձևավորվում է հենց մանկական հասակում, իսկ երբ որ դու օգտագործում ես ընդհանուր անզգայացում, երեխան չի պատկերացնում եւ նույն ատամի, կատնատամի կամ պրոբլեմներ կան բուժման հետ կապված, այդ ցավը, այդ նույն շպրիցի տեսնելը, բժիշկի չի ազդում եւ հոգեբանորեն այդ մարդը, փոքր մարդ մեծանում է եւ ապել չի վախում ստոմատոլոգներից։ Ամեն ինչ պահանջում է մասնագիտացում։ Այո, եւ ճիշտ է կան ծառայություններ, ոչ լայնածավալ, կան մեր ամբիոնի շրջանակներում էլ կան վիրաբուժական ստոմատոլոգիա, ես տեղյակ եմ, այնտեղ անում են մանուկների, այսինքն բուժում ընդհանուր անզգայացման տակ, որոշակի տարեր մենք ունենք, բայց համակարգված չի, տվյալ դեպքում պետքա դիմեն մասնագիտացված ստոմատոլոգիական հաստատություն։ Դաշտյան, քանի մենք ժամանակ ունենք մի փոքր, ես հարցնեմ մարդկանց հիմա հերիք չի, որ ուղղակի ատամները բուժված լինեն եւ ընդհանրապես ասենք թե արկա լինեն եւ այլն։ Մարդիկ ուզում են նաեւ որ գեղեցիկ լինի, այդ գեղեցկության հետ կապված առաջընթացներ կրկին ունենք մենք ստոմատոլոգիայում։ Դա մի առանձին ուղղություն է, ժպիտի դիզայն, smile design կամ տարբեր սեմինարներ եւ տարբեր ուրեմն ուսումնապրակտիկ, նաեւ օրինակ մի հետաքրքիր բան էս վերջերս լսեցինք եւ դա էլ ունի տենդենս զարգանալու նկարահանումը ստոմատոլոգիա ֆոտոգրաֆիրովание որը որ այդ ձեր ասած գեղեցկության վրա է շեշտադրումները կատարվում, դա էլ մի հետաքրքիր ուղղություն է, շատ երիտասարդ ուղղություն է, որը որ նույնպես պետք է փորձենք, ներդնենք, լայն, տեսնում եք ինչքան ուղղություններ կա։ Ես տեսնում եմ դա եւ շատ շնորհակալություն ձեզ, որ դուք եկաք այդ ամեն ինչի մասին մեզ ասացիք, որովհետեւ մենք գնալով ավելի վստահությամբ ենք նայում ստոմատոլոգիային եւ մասնագետներին, որոնք մեզ մոտ աշխատում են։ Ներողություն եմ խնդրում վերջի զանգողից, որովհետեւ այդ զանգը մենք պատրաստվում էինք տանք եթեր, բայց չհասցրեցինք։ Ոչինչ, սիրելի բարեկամներ, ով չհասցրեց, կարող եք զանգահարել արդեն անմիջապես բժշկ Դաշտոյանին, կլինիկային զանգեք, ձեր հարցերը տալ։ Մեկ անգամ շնորհակալություն բժշկ Դաշտոյան, ես կարծում եմ, որ հենց նորություն ունենաք մենք կրկին կհանդիպենք եւ շատ ուրախ եմ, որ մենք այդպիսի մասնագետ ունենք։ Սիրելի բարեկամներ, շնորհակալություն, ստեսություն, մի հիվանդացեք։